Չգիտեք ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկապես։ Ասենք Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնի կաթողիկոսին, դուք ո՞նց եք վերաբերում դրան։ Ոչ Նիկոլ Փաշինյանն այն եղբայրը, ոչ ես հասկանում եմ կատարում։ Իսկ ով է կաթողիկոսը ձեզ համար։ Ինչը։ Ով է վեհապարը ձեզ համար, Գարեգին երկրորդը։ Այսինքն առաջնորդն է։ Առաջնորդն է։ Հիմա ձեր առաջնորդին ուզում են կարող է եւ ձերբակալեն, դուք նորմալ եք վերաբերում։ Ես ասում եմ, եթե ես չեմ հասկանում ինչ է կատարում։ Այսինքն կարող է եւ ճիշտ են անում։ Չեք բացա։ Չէ, ես ասում եմ, որտեվ միանշան Հանցերը բոլորին տարբեր տեղեր են տանում։ Ես ասում եմ, ես ուզում եմ կաթողիկոս, բայց ինչ է կատարվում, չգիտեք, որ ինչի համար են գործառույթել, ընդհանրապես չեք հետաքրքրվել։ Իրոք է, իսկ ձեր հոգևոր եղբայրների բանտարկությանը ինչպես եք վերաբերում։ Ես լսեցի։ Ես մինչև վերջ լսեցի։ Իսկ եկեղեցում ծափահարելը նորմալ է դա։ Հա։ Ասենք հյուպատոսուհին եկել է, պիտի բերենք պատարակը ընդհատենք ծափահարություններով։ Բոլորին պիտի ծափահարենք։ Մեր երկրի ներկայացուցիչը օտար ափերի մեջ։ Եվ պիտի ծափահարենք։ Մեր ծափարը չէ, դու հիմա վստահ եմ բազում անգամներ տեսել ես։ Չէ, ես չեմ տեսել։ Բազում անգամներ տեսել ես հարսանուտում ծափարը։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն է դա նորմալացրել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը քարտասոնդեղից է, ես հոգևորական եմ, մեր Տերը ասում է, տվեք կայսրինը, կայսրին ասում է։ Հիմա ձեր կայսրը ով է։ Ծառայում։ Ձեր կայսրը ով է։ Կայսրը այսօրվա իշխանությունն է, հիմա Ով, Նիկոլ Փաշինյանը։ Ընդեղի ժողովուրդն է։ Բայց դուք այստեղ եք ապրում։ Ուրիշներ ես տանում։ Չէ, ուրիշտեղ չեմ տանում։ Ուրիշներ ես տանում։ Չէ, ուրիշտեղ չեմ տանում, Տեր այ։ Պատրաստում հարցերին պատասխանել, որ դու ասում Չէ, ես ուզում եմ հասկանալ։ Ինչ է։ Այստեղ որ հալածում է եկեղեցին։ Ես չեմ տենում։ Չես տենում որ հալածում։ Ես եմ ապրում։ Արգելի չտեղ հալածում է այստեղ եկեղեցին։ Ստեղ չէ, Հայաստանում։ Այստեղ էլ բողոքում եկեղեցին։ Ես ասում եմ, այստեղ հալածում է դե ապրում են ընդդեմ իշխանություններ իրոք մեր տիրոջը երբ որ Պիղատոսի մոտ տարած, ցածեց Պիղատոսը ստանա։ Մենք էլ ինչ խոսում ենք Թերմանուկ, երբևէ չեք հետաքրքրվել ինչի համար են նստած 4 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոս չի հետաքրքրվում։ որովհետև ես ճշմարտություն եմ։ Բայց կարող եք իմանալ, չէ՞։ Դուք լուրեր չեք կարդում։ Լուրերը կարդում եմ ամեն մեկը տարբեր բաներ ասում, ես ոչ մեկին չեմ լսել։ Բայց ավելի հակված եք ում հավատալ։ Ոչ մեկին, ինձի եւ ասում։ Ինձի եւ ասում։ Մայրաթորին չեք Ես կարող։ ասում եմ ինձի եւ ասում։ Հիմա Մայրաթորը 3 հայտարարություն է տարածել։ Դուք ընդունում եք դա։ Ես հավատում եմ ինձի եւ ասում։ Ասում եմ, եթե Աստծո կամքը չի, ուրեմն թող շնորհի։ Եթե Աստծո կամքն է, Աստված Իսկ վեհապարը ձեր համար որևէ հեղինակություն չունի։ Չէ, որովհետև դա ազգային կառույց է նաև։ որովհետեւ դու կարողացես ես քո թեզերը առաջ տանելու։ Որն է իմ թեզը։ Լսելու։ Հայրենիք հանձնողը ուզում է քանդի մեր եկեղեցին։ Հայրենիքը հանձնված է։ Հանձնել է Արցախը։ Արցախը իմ հայրենիքն է։ Արցախ չեմ հասկանում։ Հա։ Քաղաքականություն չէ, ինչքան էլ ուզում ես խոսալ, վաղնել ցույց տուր։ Ես ճշմարտությանն եմ հավատում, ասում եթե Աստված կա, Աստծո կամքը կա։ Ես հացավ։ Որտե՞ց եք դեր այժմ։ Աստված կա։ Ոչ մի բան մի հարց չէ։ Ես հոգևոր հոգևոր խոսում եմ եկեղեցի, երբ որ գալիս եք եկեղեցի ասում եմ, կերպարանա փոխված եք եկեղեցի, բազում սրտով եք եկեղեցի, լսեք Աստծո պատգամը,
Աստված ասում է, չար ժամանակներ իրար։ Աղանդավորական մոտեցում է այդ։ Եթե քո կարծիքն է, ես իմ համար հետ կարևոր չի։ Կարևոր չի։ Չէ, Փաշազադեն Էրդողանը քո կարծիքը կարևոր չի։ Իսկ Ես կարծիք չեմ հայտնում։ Կարծիք ես հայտնում, ես չեմ ընդունում ոչ մեկի կարծիքը։ Չեմ Հարգանք հարգանքը բայ։ վերջացա, ես ալանքից Պետրոս լավ գիտեր, չէ՞, շատ Հոգևորականները Լավ, ցա ինչ եք շաբաթ արում։ կոֆենզերի իմ հետ ես խոսում։ Հոգևորականն էլ իմ հետ է խոսում կոֆենզերը։ հարվածություն պետք չի, ժողովուրդ որ մենք տեղը չի մտնելու։ Ու խնդրում եմ հարգանքը պահեք բոլորը։